Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Փաշինյանն ամիսներ առաջ Պուտինին առաջարկեց, որ ռուսական կողմը նորոգման աշխատանքներ իրականացնի հարավ-կովկասյան երկաթուղու մի քանի հատվածներում։ Մինչև այդ ռուսական կողմը ևս հետաքրքրվածություն էր ցուցաբերել մասնակցելու Նախիջևանը Սյունիքով Ադրբեջանին միացնելու թրիփ նախագծին։ Պուտինը հետո նաև Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաներ դրական պատասխան տվեցին Փաշինյանի առաջարկ խնդրանքին կքննարկեն։ Եվ մինչև ռուսական կողմը կորոշեր Հայաստանում երկաթուղիների նորոգման արդիականացման աշխատանքների օրը, տեղանքն ու ժամանակը, հայկական կողմը 180 աստիճան փոխում է իր մտադրությունները։ Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Հիմա Փաշինյանն առաջարկում է գտնել այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություն ունի եւ Ռուսաստանի եւ Հայաստանի եւ ուղակի կգնի Ռուսաստանից կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Փորձագիտական համայնքում շատերը համարում են, որ սա եւս թուրք-ադրբեջանական արևմտյան փաթեթավորմամբ քայլ է շրջանցելու Ռուսաստանին։ Դա փորձում են կատարել էներգետիկ ոլորտում մոդուլային ատոմակայան կառուցելով, հիմա էլ անցել են երկաթգծին։ Ամերիկյան կողմը սպանցիկ ասում է, հա, անենք իրար հետ, բայց քարտեզի վրա որ նայեք կտեսնեք, որ չինացիների ճանապարհներ են իրանք վերահսկողության տակ վերցնում, ռուսների անցուդարձնել են իրանք վերահսկողության տակ վերցնում։ Ինչ եք մտածում, ամերիկացիք այդքան միամիտ են, թե մեր սիրուն աչքերի համար են եկել, այդ ամեն ինչի մեջ շահը։ Հայաստանի երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը ըստ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի վատ մտածված որոշում է։ Ըստ Շոյգուի նրանց կառուցած համակարգը կարող է մեկ գիշերվա մեջ փլուզվել։ Փաշինյանը երկաթուղային համակարգում նոր հնարավոր կառավարիչներ է տեսնում Միացյալ Էմիրություններից, Կատարից ու Ղազախստանից։ Ղազախստանը վերջի տասնամյակում բավականին թափով շատ լավ շինարարություն արեց իր տարածքում ու ըստ երևույթին այդ տեխնիկական հնարավորություններն էլ այսօր ունեն, չի սպառվել, որովհետև իրանք նոր գծեր քաշեցին երկրում, նոր միացություններ ներսում տվեցին տարբեր գծերի։ Ես օրինակ դեմ չէի լինի, եթե Ղազախստանը գա, որտեղ գիտեմ իրանք կարողությունները եւ տեխնիկական եւ նախագծային եւ այլ առումներով։ Գրեթե 2 տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է պարզապես մեկ գիշերվա մեջ փլուզվել։ Բնականաբար ոչ մի բարեկամական երկիր պատասխանատվություն չի կրի դրա համար։ Հուսով եմ, որ կարևոր որոշումներ ընդունելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, գրեթե 20 տարի շարունակ հարավ-կովկասյան երկաթուղիները պատասխանատու կատարել են կոնցեսիոն պայմանագրի պայմանները, այդ թվում ներդրումների։ Նրա խոսքով այս ընթացքում ռուսական ներդրումները հայկական երկաթուղային համակարգում, այդ թվում շարժակազմում գնահատվում են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայկական երկաթուղիների ռուսական ընկերությանը տալը վախեցնում է պոտենցիալ գործընկերներին, խոչընդոտում տարածաշրջանային նախագծերին եւ քննարկում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ռուսաստանի եւ Հայաստանի համար բարեկամ երկրի փոխանցելու հարցը։ Ըստ Շոյգուի որպես կոնցեսիոներ կտիրապետի, կօգտագործի, կկառավարի, կշահագործի, կպահպանի, կվերանորոգի եւ կկատարի կոնցեսիոն ակտիվների անհրաժեշտ բարելավումները։ Համաձայնագրի ստորագրման ժամանակ ռուսական կողմը պատասխանատվություն է ստանձնել հայկական երկաթուղային համակարգի ավելի քան 1200 անշարժ գույքի եւ ավելի քան 12500 շարժական ակտիվների համար։ Հարավ-կովկասյան երկաթուղին արդեն քանի տարի է շահութաբերություն չունի, մինուսով աշխատում։ Եթե նրանք աշխատում են այդ որակով, այդ ունակություններով, այդ տեխնիկական հնարավորությունները, բանը, այդ ամեն ինչը ով կբերի, ով կանի, ինչի հաշվին, ով է իրանց գումար տալու։ Ռուսաստանը թող կանգնի ասի, որ ես գումար կտամ դրա համար։ Շոյգուն նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում կոնցեսիոն պայմանագրի շնորհիվ Հայաստանի բյուջեը մուտքագրվել ավելի քան 15 միլիարդ ռուբլի հարկերին տեսքով եւ վերանորոգվել ավելի քան 520 կիլոմետր երկաթուղի։ Հունվարին 415,228 կենսաթոշակառու եւ նպաստառու օգտվել է հետվճարի համակարգից։ Դեկտեմբերին այդ թիվը 15,000-ով փոքր էր։ Կառավարությունը եւս մեկ անգամ հիշեցրեց, ապրիլի 1-ից բոլոր նպաստները կփոխանցվեն միայն անկախի եղանակով, հուշելով քաղաքացիներին ընտրել իրենց հարմար բանկային համակարգը։ Քննարկման օրակարգում էր նաեւ օտարերկրյա ներդրումների մասին գործող օրենքը, ժամանակակից պահանջներին համապատասխան ամբողջական կարգավորման բերելու մասին որոշման նախագիծը։ Նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ նախագծով սահմանված կարգավորումները տարածվելու են ոչ միայն օտարերկրյա ներդրողների եւ ներդրումների վրա, այլ նաեւ
տեղացի ներդրողների եւ ներդրումների վրա, մինչդեռ գիտենք, որ ներկայումս գործող օտարերկրյա ներդրումների մասին օրենքի դրույթները տարածում են միայն օտարերկրյա ներդրումների եւ ներդրողների հետ կապված իրավահարաբերությունների վրա։ Այսպիսով նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիք երկու կարևոր բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա ներդրողները ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ, եւ առավել բարենպաստության ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման նույնանման բարենպաստ վերաբերմունք։ Բացի այդ, նախագիծը երաշխավորում է ներդրումների իրավական եւ ֆիզիկական պաշտպանվածություն, կապիտալի ու գույքի տեղաշարժ, աշխատողների վարձման իրավունք, վեճերի լուծման գործընթացի հստակություն եւ արդարադատության մատչելիություն։ 2026-ի բյուջեից մարզպետների աշխատակազմերին սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար 948 միլիոն դրամ կհատկացվի։ Համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Որոշման մասին ներկայացրեց Դավիթ Խուդատյանը։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 16 համայնքների թվով 18 սուբվենցիոն ծրագրեր, սա այս տարվա ընթացքում մեր պետական համաֆինանսավորման ծրագրի պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է։ Ֆինանսավորումը կուղղվի ճանապարհների, փողոցների, կոյուղու ցանցերի եւ խմելու ջրագծերի կառուցմանը, մանկապարտեզների եւ մարզադաշտերի վերանորոգմանը, ինչպես նաեւ փողոցների մայթերի բարեկարգմանը։ Կառավարությունը նաեւ հիշեցրեց այսօր ամենայն հայոց բանաստեղծի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, գրքեր նվիրելու ավանդույթով։ Այս կապակցությամբ մեր նախարարությունը կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր, որոնք տարբեր տարիներին հրատարակվել են պետության աջակցությամբ։ Իհարկե այդ գրքերի մեջ մեծ բաժին ունեն հենց Հովհաննես Թումանյանի գործերը, բայց մենք սիրով մեր գործընկերներին ենք փոխանցել նաև ժամանակակից հայ գրողների եւ նաև թարգմանական գրականության նմուշներ։ Հուսով եմ, որ կարդալու ժամանակ կունենանք եւ նաև գուցե միմյանց փոխանցենք մեր կարդացած գրքերը, որովհետեւ սա իսկապես մեր աշխատանքի եւ զարգացման կարևոր բաղադրիչ է։ Տաքսու վարորդները բողոքում են, թեև նրանք հարկատու են, բայց չեն կարողանում վարկավորվել, օգտվել առողջապահության ապահովագրության փաթեթից, քանի որ գրանցված աշխատողներ չեն։ Առողջապահության նախարարն է արձագանքում բողոքներին։ Քաղաքացիի իրավական պայմանագրերով աշխատողները ապահովագրվելու են 2027 թվականի հունվարի 1-ից, բայց նախարարը խոստացավ մինչ այդ քննարկումներ անել, տարբերակներ գտնել օնլայն տաքսու վարորդներին եւս ապահովագրության համակարգում ընդգրկելու։ Ուրախալի է, որ մեր տաքսի ուրեմն վարորդները տեսնելով ապահովագրության այն կարևոր ձեռքբերումը, որը մեր այլ քաղաքացիներ ունեն, իրենք եւս հայտ են ներկայացրել, որ ընդգրկվեն ապահովագրության շրջանակներում։ Հայաստանում 65+ տարիքի քաղաքացիները ամսական միջինում 20,000 դրամ են ծախսում դեղատանը, իրենց անհրաժեշտ դեղերը ձեռք բերելու համար։ Ավանեսյանն է միջինացված թվեր ներկայացնում ընդգծելու համար, որ այժմ այդ գումարը քաղաքացիների փոխարեն վճարում է պետությունը առողջության ապահովագրության փաթեթի շրջանակում։ 65+ քաղաքացիները, գիտեք, հունվարի 1-ից պետության կողմից ապահովագրվել են եւ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում դեղ օգտագործման մասը եւս ընդգրկված է եւ ցուցակը հրապարակված է դեղերի հասանելի։ Դեղերի գումարի փոխհատուցումը երկու տարբերակով է իրականացվում։ Կան դեղամիջոցներ, որոնց դեպքում գործում է ամբողջական փոխհատուցում, մի մասի դեպքում էլ պետությունը տրամադրում է համավճարներ։ Չի վերաբերում միայն դեղերին, այլ նաեւ հենց բուժօգնություն ստանալու մասով 65+ քաղաքացիների ընդհանուր համամասնությունը մեր այցերի թվի մեջ, որ դիտարկում ենք, 50%-ից ավել է։ Ես սա էլ ուզում եմ ընդգծել, որ տարիներով կուտակված մեր քաղաքացիների առողջական խնդիրները ի վերջո լուծում են ստանում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին մոտեցավ նաև մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների հարցը պարբերաբար քննարկումների կենտրոնում է հայտնվում։ Խոսքը ոչ միայն քրեակատարողական հիմնարկների, այլ նաև դատարանների խցերի մասին է, որտեղ իրավիճակը մեղմ ասած լավ չէ։ Շենքային պայմանների հետ կապված հարցերը պիտի լուծվեն, օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքը իմ խորին համոզմամբ ամբողջությամբ փոփոխության է ենթակա, որովհետև ես չեմ կարծում, որ նույնիսկ այդտեղ վերանորոգման աշխատանքները կարող են որևէ արդյունք տալ։
Թե առողջապահության նախարարը, թե մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձան փետրվարի 18-ին Աջափնյակում հնչած կրակոցներին։ Վիրավորներից մեկը մահացել է։ Անահիտ Ավանեսյանի տեղեկացմամբ մյուս վիրավորների վիճակը ծանր է, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո։ Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով էլ նմանատիպ դեպքերը մարդկանց կրթության ու մշակույթի հետ կապված խնդրահարույց դրսևորումներ են, ուստի ամբողջությամբ պետք է բարեփոխվի կրթության համակարգը։ Իրավապահ մարմիններն էլ պետք է պատշաճ կատարեն իրենց աշխատանքը։ Շուտով կլրանա երկրորդ ամիսը, ինչ գործում է բժշկական առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Համակարգի բացերը ընթացքում են բացահայտվում, հապճեպ գործարկումը բազմաթիվ խնդիրներ է առաջ բերել։ Մտավախություն կա, որ համակարգի թերություններն իրենց ավելի զգալ կտան ամիսներ անց, երբ ավարտված կլինեն ընտրությունները, բայց մինչև այդ on-line հարթակներում գրանցված տաքսու վարորդներն էին պահանջում իրենց համար ևս ստեղծել պայմաններ առողջության ապահովագրության համակարգում ընդգրկվելու համար։ Ինքը այդտեղ գիտակցում է, որ ես տաքսու վարորդ եմ։ Այդ ոնց է չի գիտակցում, որ ես մարդուն ես հարկում եմ որպես տաքսու վարորդ, դեպքում բերեք գրանցված աշխատող համարենք այդ մարդուն։ 5%, տեսեք, օրինակ, եթե ես կատարել եմ 1000 դրամի պատվեր, 50 դրամը գնում է պետությանը։ Վարորդները նշում են, որ բավականին շատ են աշխատում, սակայն on-line հարթակները էական տոկոսներ են գանձում տրված պատվերներից, այսինքն ստիպված են օրական 10-ից 12 ժամ աշխատել, որպեսզի մեքենայի վարձույթի գումարը հանած իրենց եկամուտ մնա։ Սկզբից առանց տոկոսեր, հետո 3-4% ու բարձրացավ կամաց-կամաց, այս պահին տոկոսադրույքը մինիմալը կազմում է 25%։ Մի խոսքով վարորդների պահանջն այն է, որ գոնե վճարվող գումարի դիմաց գործատուն իրենց գրանցի, որպես աշխատող, պետությունն էլ իրենց վճարած տուրքը համարի հարկ ու գրանցի համընդհանուր առողջապահության համակարգում։ Այսօր վարորդներ կան վթարից, որը ինքն է դաժե չի խփել, մեղավորությունը իրան չի։ Եկել են խփել են, ոտը ջարդվել է, այսօր իր հաշվին ինքը ոչ բժշկական ապահովագրություն ունի, բժիշկներին փող է տալիս։ Փող շեմ նշանակվի 150-200 հազարն է, որը եթե ես ամիսը քշում եմ 200 հազար, ուրեմն այդ ամսն ուրեմն ես համարվում եմ աշխատող։ Մեծ հաշվով համակարգը մշակողներն ի սկզբանե նշել են, որ տարիների ընթացքում այստեղ ընդգրկվելու են հանրության բոլոր շերտերը, սակայն հարցը այստեղ միայն վճարվող հարկերը չեն։ Համակարգը հիմա ենթադրում է կոնկրետ վճարումներ, որոնց դեպքում միայն անձը կարող է համարվել առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառու։ Բոլորն էլ ով որ գրանցված է, բացի իրանց կողմից վճարվող 20% եկամտային հարկից, վճարում են նաև 4800, 6000-ը վճարում է պետության կողմից։ Արդյոք տաքսու վարորդները պատրաստ են լրացուցիչ գումար վճարել այդ համակարգին միանալու համար։ Եթե տաքսու վարորդները պատրաստ լինեն նման քայլի, ապա անհրաժեշտ կլինի իրականացնել փոփոխություններ համապատասխան օրենսդրությունում, որպեսզի թե տաքսու վարորդները համարվեն գրանցված աշխատող, թե մշակվի մեխանիզմը, որով նրանցից ամսական կգանձվի 4800 դրամ ապահովագրական վճար։ Դավիթ Բեկի փողոցներ 2 տարի առաջ այստեղ փլուզում էր եղել։ 1.5 տարի պահանջվեց, որ քաղաքային իշխանությունը ճանապարհը հիմնանորոգի, փոխեցին պանելային հատվածները։ Մի ամիս չկա սարքեցին։ Այդ ամենից հետո թվում էր, թե խնդիրը վերջնականապես լուծվել է, սակայն արդեն մի քանի օր է վարորդները նորից են ահազանգում։ Նոր վերանորոգված ու ասֆալտապատված հատվածը նորից ճողվածք է ստացել։ Երևանի քաղաքապետարանը, որ ընդունել է աշխատանքները, գոնե եկել է, տեսել է, որ աշխատանքները կատարված է բռակ, ժողովրդի լեզվով ասած, բռակ, գլխառատ են արել։ Ամեն պահի էլ եմ ասում, այս ճանապարհը նորից կարող է նստի։ Կարողավորն արդեն հենա, մի ամբողջ տարած տեսեք, նորից արդեն փլուզման վտանգի մեջ է։ Մի ամիս չկա արել են, չէ՞։ Վտանգ կա, որ նորից կփլուզվի, հաճախ մեքենաները վնասվում են, վարորդները պատասխանատուներին հորդորում են արագ քայլեր ձեռնարկել, կանխել հետագա զարգացումներն ու կատարել որակյալ աշխատանք։ Սիրուն խաղահրապարակը սարքած։ Աշակունյաց 50 կոտրակ 3 շենքի բակում գործող խաղահրապարակը քաղաքացիները օգտագործել չեն կարողանում։ Հարևանությամբ գործող 3 դիտահորերն են խցանվել, կեղտաջրերը դուրս են գալիս, ողողում ամբողջ տարածքը, գաշահոտն էլ ամենուր է։
Ժամը 5-ից հետո ասում գնում է, որ գործից ժողովուրդը գալիս են տուն։ Ծնողները մտահոգված են, քանի որ երեխաները երկար ժամանակ են անցկացնում խաղահրապարակում, իսկ այդ ընթացքում ստիպված են լինում շնչել գարշահոտը։ Ծնողները Երևանի քաղաքապետարանի, Շենգավիթի թաղապետարանի ու Վեոլիա ջուրընկերության ուշադրությունն էին հրավիրում, ասում լավագույն պայմաններով ապահովված խաղահրապարակը լիարժեք օգտագործել չեն կարողանում։ Բայց հոտը սպանում է։ Բնակիչներն նշում են, որ այնքան են ասել Վիոլա ջուր, Շենգավիթի թաղապետարան, մեկը մեկի վրա է։ 3 դիտահորերն էլ ամբողջությամբ խցանված են։ Հրապարակումից կարճամենական քաղաքապետի հանձնարարությամբ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ կոմունալ բաժնի աշխատակիցները մաքրել են դիտահորերը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից արդեն Շենգավիթի թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները բաժնի պետ Սերգեյ Սարգսյանի գլխավորությամբ Դիտահորերը մաքրելուց հետո նաև լվացման աշխատանքներ են կատարվել։